Ամռան այս տապին բոլորս փնտրում ենք զով տեղ։ Լինի տանը, օֆիսում, թե ավտոմեքենայում, օթորակիչը արդեն վաղուց դադարել է շռայլություն լինելուց, այն ուղղակի անհրաժեշտություն է։ Սակայն արդյոք այդ զովությունը լիովին անվնաս է, անվտանգ է եւ որտեղ է ավարտվում այն հարմարավետությունը եւ սկսվում վտանգները օթորակիչից։ Ոչ միայն այս թեմայով, այլև առողջապահության այլ մարտահրավերների մասին կխոսենք մեր հյուրի հետ։ Այսօր հյուրընկալել ենք Աչափնյակ բժշկական կենտրոնի թերապևտիկ ծառայության ղեկավար, թերապևտ Թոքաբան, տարվա թերապևտ, անվանակարգի ոսկե դափնի մրցանակակիր Աննա Հովհաննիսյանին։ Բարև ձեզ, բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալ եմ։ Իսկապես շատ խնդիրներ կան եւ թվում է թե ձմռանի խնդիրները կան, ամռանը իր շոկի տապի հետ կապված, բայց օթորակիչները դառնում են եւ հաճելի հարմարավետ բաղադրիչ մեր կյանքի եւ վտանգների աղբյուր։ Իրականում ինչ ազդեցություն ունեն դրական եւ բացասական, եթե իհարկե դրականը կարող ենք առողջապահական տեսանկյունից արձանագրել եւ որոնք են հիմնական վտանգները։ Այո, շատ ճիշտ հարց եք բարձրացնում, հատկապես այս ժամանակահատվածում, որովհետև ինչքան էլ որ հաճելի է այս շոկ եղանակին գտնվել մի միջավայրում, որտեղ կա օթորակիչ, ինչքան էլ հով է, զով է, բայց դա ունի իր խնդիրներ, իր հետևանքները։ Բնականաբար առանց դրա էլ չեն կարող եւ ամեն ինչ պետք է չափի մեջ լինի։ Այս ժամանակահատվածում շատ հաճախացել են այն դեպքերը, երբ որ դիմում են պացիենտները մեզ մոտ բժշկի եւ հիմնական գանգատը որ լինում է, դա մրսածությունն է, ջերմաստիճանի բարձրացումը եւ այլն, եւ հարցնելով թե ինչը կարող էր պատճառ լինել նման վիճակի, շատ հաճախ դեպքերում ասում են, որ մեքենայի մեջ օթորակիչ էր միացված կամ տանը, կամ այդպես կտրուկ լինում է ազդեցություն օթորակիչի եւ դրա հետևանքով առաջացել են այդ ախտանիշները։ Դրա համար պետք է ազգաբնակչությունը եւ զգուշ լինի եւ իրազեկված լինի, որ որքան էլ որ հաճելի է, իր հետևանքները կարող է ունենալ օթորակիչի ազդեցությունը եւ խուսափել այն միջավայրերից, որտեղ կտրուկ է ջերմաստիճանը, շատ տաք միջավայրից չանցնեն կտրուկ այդ սառը միջավայր, կամ մեքենայում վարելիս անմիջապես այդ օդի հոսքը իր վրա չլինի, որովհետեւ շատ հաճախ է լինում, հա, մեքենա կանգնեցրեցին, շոկ է, դուրս եկան, քրտնեցին, մտան մեքենայի մեջ օթորակիչը միացրեցին, քրտնացին եւ այո, հաճելի է, բայց նաեւ իր հետևանքներն ունի, դրա համար պետք է խուսափել այդ կտրուկ եւ ջերմաստիճանի ազդեցությանը եւ անմիջապես օթորակիչի հոսքի ազդեցությանը օրգանիզմի վրա։ Եկեք ավելի մասնավորեցնենք, օրինակ ինչ անի քաղաքացին, եթե պայմանական նույն տրանսպորտում այսօր մի կողմից շատ հարմարավետ է եւ դեռ տարիներ առաջ չէին կարող պատկերացնել, որ կարող է մեր տրանսպորտը ամռանը զով լինել, ձմռանը բավականին տաք, բայց այդ կտրուկ ջերմաստիճանի անցումը, օրինակ, եթե օֆիսում կամ ինչ-որ սուպերմարկետում ենթադրենք 18 է, իսկ դրսում +42 եւ ավել, ինչ անի քաղաքացին, ինչպես պաշտպանվի, կա արդյոք ինչ-որ միջոց եւ արդյոք ինչ ստրես է տանում օրգանիզմը սառից տաք եւ տաքից սառը անցնելիս։ Ես կարծում եմ, որ այդ նույն տրանսպորտային միջոցների մեջ, որտեղ կա օթորակիչ, հաշվարկված է, որ շատ կտրուկ չլինի ջերմաստիճանը եւ իհարկե բնակչությանը շատ հաճելի է նման միջավայրում երթևեկելը, շատ ավելի հաճելի, քան եթե շոկ լիներ եւ օթորակիչ միացրած չլիներ։ Բայց պատուհանները այս պահին ոչ մի խնդիր չեն լուծում եւ համատեղելն էլ է սխալ օթորակիչն ու պատուհանը։ Այո, ավելի շատ հաճելի է, քան տհաճ, երբ որ օթորակիչ չի լինում։ Դա իհարկե իր հետևանքն ունի, բայց քանի որ կարճատև է, հա, երթևեկությունը A-կետից B-կետ եւ այդքան չի հասցնի օթորակիչը վնաս տալ, դրա համար նախընտրություն կա, որպեսզի օթորակիչ այնուամենայնիվ լինի տրանսպորտի մեջ։ Կտրուկ անցումները դրսից դեպի զով տեղ եւ հակառակը։ Հա, օրգանիզմը կամած ադապտացվում է այդ ստրես չի օրգանիզմի համար։ Ինչ-որտեղ ստրես է նաեւ, բայց այդ ադապտացիոն մեխանիզմները, քանի որ շատ են օրգանիզմում, հարմարեցվում է օրգանիզմը այդ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությանը եւ հարմարվում
թեկուզ ժամանակավոր։ Իսկ բացի մրսածությունից եւ շատ վտանգավոր հետևանքներից այն բուժառուների համար, ովքեր ունեն քրոնիկ խնդիրներ, ասթմայի տեսքով, թոքերի կամ շնչառական շնչուղիների խնդիրներից, ուրիշ ինչ վտանգներ ունեն օթորակիչի հետևանքով մրսածությունը, ալերգիաներ կամ Այո, դուք երևի գիտեք այն պատմությունը, դա 70-ական թվականներին էր լեգիոներների հիվանդություն է դա կոչվում, երբ որ բռնկում է լինում Ամերիկայի շտատներից մեկում լեգիոներների մասնակցությամբ 4000 եւ ավել մասնակիցների մոտ 200-ից ավել մասնակիցները հիվանդացան, այդ նույն հիվանդությունը լեգիոներների հիվանդություն է կոչվում, որտեղ հենց լեգիոներներն են վարակվել, արտահայտվել է բարձր ջերմությամբ, ինքնազգացողության կտրուկ վատացումով, սարսուռով եւ այլն, հետո պարզվել է, այդ բոլորը գտնվել են մի միջավայրում, որտեղ օթորակիչներ են միացված եղել եւ այդ փոշու, այդ միկրո բակտերիաների ազդեցություն օրգանիզմի վրա բերել է այդպիսի ծանր հետևանքների, նույնիսկ մահացու դեպքեր են եղել։ Դրա համար շատ զգուշ է պետք գտնվել այդ միջավայրում եւ եթե կան ախտանիշներ, որոնք արտահայտվում են բարձր ջերմությամբ, կտրուկ բարձրացմամբ ջերմաստիճանի 40 եւ ավել սարսուռով անմիջապես պետք է դիմել բժշկի։ Բայց դա չի նշանակում, որ արդեն ուշացած վիճակ է։ Իհարկե, դա արդեն բարդացած վիճակ է, ուշացած նաև որոշ դեպքերում, բայց միշտ չի, որ այդ սիմպտոմները խոսում են հենց այդ հիվանդության մասին, որտեղ հիմա նաև կա շրջանառվող վիրուս, որը նույնիսկ անուն դնելն է դժվար, տարբեր եւ կովիդի տարատեսակներ ունենք հիմա շրջանառվող եւ գրիպի A, B տեսակները եւ իսկ որն է հարուցիչը հիմնականս ձեզ։ Հիմնականում այս նույն գրիպի տեսակն է, վիրուսի տարբեր տեսակներն են, որոնք նույն ձև կարող են արտահայտվել, նույն ձևով մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ, մարմնի մկանային ցավերով, սարսուռով, հազով եւ շատ հաճախ ես ճիշտ ասած, այդպես պրակտիկորեն եմ ասում, որ այս վիրուսը մի տեսակ ագրեսիվ է, եթե մեր այդպես ավանդական դասական վիրուսները արտահայտվում են այդ նույն մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, սիմպտոմներով, որոնք բոլորից հայտնի են եւ սպասում ենք, որ կանցնի, վիրուսը 7 օր է տևելու, հիմա շատ արագ բարդանում է, մի 3-4 օրից հետո։ Որոնք են հիմնական նշանները։ Հիմնական կոկորտի ցավ, որը հետո վերածվում է տոնզիլիտների, շատ հաճախ դեպքերում, ականջաբորբերի, բրոնխիտների, թոքաբորբերի եւ այո, դուք ճիշտ եք, եւ այն բոլոր քրոնիկ հիվանդությունները, հատկապես շնչառական համակարգի սրվում են, նույն բրոնխիալ ասթմա ունեցող անձանց մոտ բրոնխիալ ասթման է սրվում իր բոլոր ախտանիշներով եւ քրոնիկ բրոնխիտ ունեցողների մոտ սրացումներ են լինում եւ բոլոր այն խնդիրները, որոնք որ քրոնիկ են, այս հանգամանքների բերումով սրացում ենք ունենում։ Իհարկե յուրաքանչյուր մարդ եւ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, բայց արդյոք կա ոսկե միջինը կամ ոսկե այն չափանիշ օթորակիչի, որը օպտիմալ է մարդու օրգանիզմի համար։ Այո, իհարկե կա, ժամանակահատված կա, երբ կարելի է գտնվել օթորակիչի միջավայրում եւ եթե անհրաժեշտ է, հաճելի է նաեւ, շոկ է, բնականաբար ինչ որ մի միջոց ենք ուզում գտնել, որ հովանանք, այդ միջավայրում գտնվելով խուսափել օթորակիչի անմիջապես հոսքի տակ այո գտնվելուց նույնը վերաբերվում է վենտիլատորներին բառը չկարողացա գտնել եւ սկվազնյակ անելու այդ հոսանքների այո որ անմիջապես իհարկե որպիսի անմիջապես այդ հոսքի ազդեցությունը չլինի օրգանիզմի վրա առավել եւս որ այս վիրուսն է շրջանառվում է մի քիչ թուլացած է օրգանիզմը մի քիչ քրտնած է մի քիչ քրոնիկ հիվանդություններ կան եւ այդ ամեն ինչը կարող է ունենալ իր հետևանքներն ու բարդությունները։ Իսկ բացի ուղիղ հոսանքից, սառը օդից, օդի չորացումը օթորակիչի հետևանքով դա էլ է վտանգավոր, այսինքն ինչ որ պետք է հատուկ սարքեր, որոնք մեղմացնում կամ խոնավեցնում են օդը։ Այո, կան սարքեր, որոնք որ խոնավեցնում են օդը եւ շատ լավ համատեղություն է օթորակիչի սառը օդը եւ ունենալ այդ օդի
խոնավեցման այդ սարքերը եւ իհարկե երբ որ կա այդ խնդիրը որ պետք է այո մի քիչ հովանալ մի քիչ միջոց գտնել որ խուսափենք այս ամբրան այս տափի նու դիմակայելուն նաեւ հեղուկները շատ պետք օգտագործել սննդի ուշադրություն դարձնել որ չլինի ծանր յուղոտ սնունդ օգտագործենք շատ հեղուկներ շատ մրգեր բանջարեղեն ավելի շատ ուտենք քան օրինակ միս եւ այս ծանր սնունդ Ծանրամաս եւ ամենակարևորը հատկապես երեխաներին է վերաբերվում որ օրվա որոշակի ժամերին չգտնվեն դրսում արևի ուղիղ ճառագայթների տակ չգտնվեն մեծահասակներն էլ ինչու՞ չէ հատկապես քրոնիկ հիվանդություն ունեցողները չգտնվեն որոշակի ժամերին արևի ուղիղ ազդեցության տակ փողոցում այլ վայրերում եւ 5-ից 6-ից հետո նոր կարելի է դուրս գալ եւ գտնվել այս շոկ եղանակին դրսում Իմ ընկալմամբ թերապևտը դա այն ունիվերսալ բժիշկն է, որը պետք է ամեն ինչից հասկանա, քանի որ նեղ մասնագիտացված է, երբեմն ասում է, դե գիտեք, սա այս դեպքում դիմեք մեկ այլ մասնագետի, որովհետև սա իմ ոլորտը չէ։ Մինչդեռ թերապևտը տիրապետում է բժշկության բոլոր ոլորտներին։ Այս ամառային փուլում ամենաշատ ինչ խնդիրներով են ձեզ դիմում։ Գիտեք, զարմանս ինձ, որ թվում է, թե նույն վիրուսը ունի սեզոնայնություն եւ որոշակի ժամանակահատվածում հատկապես ամռան ժամանակ մենք դեպքեր շատ քիչ ենք, ավելի քիչ ենք ունենում այս ժամանակահատվածում մենք ունենք շատ դիմելություն այս նույն շնչառական համակարգի հետ կապված նույն տոնզիլիտները որոնք այս վիրուսի հետևանքով բարդանում են եւ դեպքեր են արձանագրում եւ այո ձեր նշած հանգամանքը որ կարող է օթորակիչների ազդեցությունից առաջանան այս կամ այն խնդիրները եւ ընդհանուր միջև թոքաբորբի կարող է վերածվել այս վիճակը Ինչպես ժողովուրդն է ասում սարել մրսել հիվանդանալը շատ ամառ ավելի տարածված է քան թվում է թե ձմռանը Ես զարմանս եմ ասում որովհետեւ այս ժամանակահատվածում այլ խնդիրներ ենք ունենում իհարկե ունենում ենք ալերգիկ հիվանդությունների սրացում չնայած որ բնորոշ է ավելի շատ գարնան եւ աշնան ժամանակահատվածին բայց այս ժամանակահատվածում էլ ունենք որոշակի հանգամանքներ, որոշակի օրինակ բուսականություն, որ այս սեզոնին է ծաղկում եւ կարող է նաեւ այդ առումով սրացման պատճառ հանդիսանալ։ Սիրտանոթային համակարգի հիվանդություններն էլ կարող են սրվել, որովհետեւ այս շոկի տանելությունը եւ այլն տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր լինել եւ ելի ունենանք սրացումներ ու բարդություններ։ Կարծում եմ ամբողջ առողջապահական համակարգի համար, բժիշկների համար ձևաչափը փոխվել է վերջին շրջանում, խոսքը հենց 2026 թվականից սկսած, որովհետև Հայաստանը թևակողել է առողջապահական համընդհանուր ապահովագրության ձևաչափ։ Դրական ու բացասական կողմերի մասին խոսենք, որպես թերապևտ, որպես բժիշկ, որպես մարդ, նաև որպես միգուցե Աստված ոչանի բուժառու Ինչու՞ չէ։ Բոլոր տեսանկյուններից դիտարկենք երևույթը, որոնք են դրական, որոնք են բացասական կողմերը։ Ճիշտ ասած ես որքան էլ որ գիտեք խոսում են շատ այս թեմայից խոսում են միշտ այս ժամանակահատվածում որովհետև նոր է մեզ համար այս իրողությունը ու շատ լավ իրողություն է ես պետք է արձանագրեմ որ ավելի շատ դրական է քան բացասական իհարկե հիմա ժամանակի ընթացքում քանի որ այս գործառույթը հունվար ամսվանից կամած եւ անցյալից մենք պատրաստվում ենք որ պետք է լինի այս իրողությունը վերջապես որտեվ ապրում ենք ժամանակակից այսպես իրողության մեջ եւ ինչու բոլոր այլ երկրներում եվրոպական զարգացած երկրներում կարող են օգտվել մարդիկ այս ապահովագրական ձևաչափից իսկ ինչու ոչ մենք չօգտվենք եւ շատ լավ է որ ունեցանք այս ամեն ինչը եթե դու գտնվեք մեր կլինիկայում կտեսնեք այդ հոսքը, որը մենք չենք ունեցել, օրինակ անցյալներում գալիս էին հերթական բուժզնման, որը հնարավոր էր, որը հասանելի էր, իսկ հիմա հոսքի կառավարման խնդիր մենք արդեն ունենք, Փարքասաճեպնյակ բժշկական կենտրոնում դա շատ լավ դրված է, եւ հերթերի կառավարման եւ ռեսուրսների ճիշտ օգտագործման առումով, բայց
ի ուրախություն բնակչությանը, մեզ բոլորից, որտեղ մենք էլ ենք օգտվում այս ամեն ինչից, այն բոլոր հնարավորությունները, որը տալիս է ապահովագրական այս համակարգը, բնակչությանը օգնում են բարելավել առողջությունը, բարձրացնել կյանքի որակը եւ կարող են բնակիչները այդ նույն 65+ տիրույթում գտնվողները հատկապես ովքեր այդքան էլ շատ հնարավորություն չունեն օգտվել օրինակ դժվարամատչելի հետազոտություններից, որոշ ծառայություններից, որոնք նույն պոլիկլինիկայի շրջանակներում կարող էին անվճար չլինեն, հիմա օգտվում են եւ բարելավելով կյանքի որակը հորդորում են օրինակ նույն իրենց սերնդակիցներին, իրենց երեխաներին ինչու՞ չէ գնացեք, օգտվեք եւ բարձրացրեք կյանքի որակը։ Եվ որպես դիտարկում կարող ենք ասել, որ իսկապես մարդիկ ավելի ուշադիր են դարձել իրենց առողջության նկատմամբ եւ իրոք պատճառը հենց ֆինանսականն է։ Եկեք ավելի պարզ ու մատչելի բառով անվանենք, մարդիկ չունեն հնարավորություն հետազոտվելու եւ չէին հետազոտվում։ Բայց նաեւ ունենք ազգի մեջ մի հատկություն, մինչեւ դանակը չհասնի ոսկորին, բժշկի չեն դիմում։ Այս հնարավորության տեսանկյունից իսկապես մարդիկ նույնիսկ չնչին խնդրի պարագայում դիմում են բժշկի, թե դարձյալ մնացել է այն ծայրահեղ վիճակում միայն դիմելու անհրաժեշտությունը։ Չէ, հիմա ավելի շատ են դիմում, պրոֆիլակտիկ նպատակով են դիմում եւ շատ լավ է, որ բացի այն, որ հետազոտվում են խորհրդատվությունից հետո բնականաբար նաեւ ունեն հնարավորություն անվճար դեղորայք ստանալու եւ օգտվում են այդ բոլոր հնարավորություններից, ինչը տալիս է առողջապահության նախարարությունը պետական առողջապահական այս ապահովագրական ծառայության շրջանակներում անձադիմեց բժշկի ստացավ խորհրդատվություն, ուղղորդվեց անհրաժեշտության դեպքում նեղ մասնագետի մոտ, տեղը դուրս գրվեց, որ ինքը կարող է անվճար ստանալ, օգտագործեց եւ առողջացավ այդ մեխանիզմն է։ Իհարկե կան չարաշահումներ, իհարկե ճիշտ պետք է իրազեկել բնակչությանը, պետք է ասել, որ գիտեք, ամեն ինչը չէ, որ անվճար է եւ ամեն ինչը չէ, որ կարելի է անել։ Իսկ որոնք են չարաշահման օրինակները։ Չարաշահումը, որ կարող են շատ պահանջատեր է դարձել ազգաբնակչությունը, որ ամեն ինչ պետք է անել, բայց ամեն ինչի որ պետք է անել, պետք է ունենա որոշակի ցուցումներ, որպեսզի չարաշահում էլ չլինի այդ նշանակումների եւ հետազոտությունների։ Բժիշկն է դա որոշում։ Հետազոտողների ցանկությունը։ Այսինչ բան անենք, ոչ պետք է անցնել խորհրդատվություն, բժիշկը որոշի ցուցված է արդյոք այդ հետազոտությունը կամ այդ դեղորայքը, որը նախընտրում են շատ դեպքերում իրենք օգտագործել, խիստ ցուցումների, խիստ անհրաժեշտության դեպքում նոր ուղեգրվում են այդ պացիենտները նեղ մասնագետների մոտ կամ այդ նույն դժվարամատչելի հետազոտությունների, որի արդյունքում արդեն բուժում է նշանակվում։ Ճիշտ է, դեռ շատ ժամանակ չի անցել, ընդամենը 7-8 ամիս, բայց կարելի է ասել, որ նաև այդ հնարավորության եւ մատչելիության հետևանքով շատ հիվանդություններ են բացահայտվում ժամանակին։ Ունենք նման արձանագրություն։ Շատ դեպքեր են այդպես էլ լինում։ Ես միշտ այդ օրինակը բերում եմ, երբ որ ապահովագրական, մասնավոր ապահովագրական ընկերություններից են դիմում նույն մեր անջատնակ բժշկական կենտրոն եւ պրովզնման, բուժզնման տարեկան հայտ զնման շրջանակներում, այո, հետազոտում ենք եւ շատ հաճախ դեպքերում գանգատ չունի, որևէ խնդիր չունի եւ բացահայտում ենք օրինակ կրծքագեղձի քաղցկեղ կամ գոյացություն, այդպես ասեմ, հետագա հետազոտման ժամանակ հաստատվում է կամ շղթվում է։ Դա բացահայտում է, դա վաղ փուլում հայտնաբերման գրավականն է այս հետազոտությունը, որպեսզի մենք բարդություն չունենանք եւ ճիշտ ժամանակին միջոցներ ձեռնարկենք թե բուժական թե հետագա հետազոտման, որպեսզի կյանքի որակը չվատանա անձի։ Հիմա նույն այս առողջապահական ապահովագրական ծրագրի շրջանակներում, երբ որ ավելի ծավալը մեծացել է հետազոտությունների, երբ որ բնակիչը դիմում էր դժվարամատչելի հետազոտման կարիք կարող է լինել, օրինակ ռենտգեն արեցին, կասկածեցին, ասում են պետք է կատե անել, օրինակ։ Եվ գումար չունենալու կամ ինչ պատճառներով չէին հետազոտվում, չէին շարունակում հետազոտությունը եւ ոչինչ կանցնի։ Հիմա կա այդ հնարավորությունը ավելի լայնածավալ հետազոտությունների եւ բացահայտումները ցավով պետք է արձանագրեմ, որ շատ են շատացել բացահայտումները օնկոլոգիայի
ոլորտում։ Այո, Այն ինչ որ առաջ երևի վերջին փուլում էին հայտնաբերում։ Ու դա մի կողմից լավ է, որ շուտ հայտնաբերենք եւ շուտ ձեռնամուխ լինենք տարբեր միջոցառումների, բայց շատ վատ է, որ տարեց տարի շատանում է։ Այո, թիվը աճել է անկալոգիայով հիվանդների։ Իսկ թերապևտ ասվածն ու ընտանեկան բժիշկ արդյոք նույնն է, թե կա տարբերություն եւ որքանով այդ ընտանեկան բժիշկ ասվածը հայ իրականության մեջ ներմուծվել է։ Կարելի ասել նույնն է, թերապևտը եւ ընտանեկան բժիշկը, ուղղակի մենք ունենք ընտանեկան բժշկի ինստիտուտ, գործառույթ, որի ծավալը մի քիչ ավելի շատ է, հատկապես երբ որ գյուղական ամբուլատորիաներում են աշխատում, հատկապես ընտանեկան բժիշկներ եւ ընտանեկան բժիշկներ են հիմնականում աշխատում, որոնք կարող են եւ մանկաբույժ լինել, եւ էնդոկրինոլոգ օրինակ լինել եւ այլ մասնագետներ, որոնք թույլ է տալիս ընտանեկան բժշկի այդ ինստիտուտը մասնագիտացում տալ ընտանեկան բժիշկներին, թերապևտը մի քիչ ավելի նեղ է իր շրջանակը գործողությունների։ Իսկ այսօր բժշկի արչև ցանկացած մասնագետի ամենաշատ ինչ խնդիրներ են ծառացել, որոնք են ձեր ոլորտի մարտահրավերները։ Այ ինչ կուզենայիք, որ տեսանելի ապագայում դեպի դրական փոխվեր։ Գիտեք, բժիշկը կոչում է։ Բժիշկ լինելը կոչում է եւ բոլորս պետք է հավատարիմ լինենք այդ կոչմանը եւ այն դժվարությունները, որոնք առաջանում են աշխատանքի ընթացքում տարբեր պատճառներով, պետք է ուղղակի անցողիկ լինել եւ չկենտրոնանալ դրա վրա։ Հիմա այս ժամանակահատվածում մեզ համար ամենաշատը ծանրաբեռնվածությունն է, որ մենք ունենք։ Շատ է բնակչության հոսքը, շատ է դիմելությունը եւ ծանրաբեռնվածությունը, դա ապահովագրության հետևանքով։ Այո, դիմելությունը շատացել է տարբեր խնդիրներով եւ խորհրդատվությունների առումով եւ ուղեգրումների, որովհետեւ ինչպես դուք նշեցիք, եթե նախկինում ասում ենք դուք օրինակ ունեք լեղաքարային հիվանդություն, պետք է վիրահատել եւ դա վճարվի ծառայություններ, որտեվ ոչ բոլորն ունեն հնարավորություն, հա, պետ պատվերի։ Իսկ հիմա իրենք հիշելով, որ իրենք ունեն լեղաքարային հիվանդություն օրինակ, գալիս դիմում են, ասում են, ես ուզում եմ վիրահատեմ, եւ դա այո, այդ ապահովագրականի շրջանակներում է։ Եվ բազմաթիվ այդպիսի դեպքեր, անոթային խնդիրները եւ սիրտանոթային համակարգի հետ կապված այն դժվարամատչելի հետազոտությունները, որոնք հասանելի չէին, հիմա հասանելի են եւ դա բերում է բերի ծանրաբեռնվածության բժշկի կողմից, հետազոտողի կողմից, բոլոր գործառույթների մոտ հիմա ծանրաբեռնվածություն է։ Սկսած խորհրդատվությունից, լաբորատոր գործիքային հետազոտությունից, դեղատնային ցանցն են նաև ծանրաբեռնված, որտեվ անընդհատ հոս կա, որպեսզի դեղորայք վերցնեն։ Լավ է, որ քրոնիկ հիվանդությունների դեպքում 3 ամիսը մեկ կարելի է գալ, դեղորայք դուրս գրել եւ ստանալ այդ անվճար դեղորայքը, բայց դա էլ եւս ծանրաբեռնվածություն է։ Վստահ եմ, որ ուսումնասիրել եք եւ համաշխարհային տվյալները եւ տարածաշրջանային։ Արդյոք Հայաստանը վատ իմաստով նպաստավոր է մի շարք հիվանդությունների, այ մենք շատ ենք սիրում մեր հողը, ջուրը, արևը, արդյոք դրանք որոշակի վտանգներ են իրենց մեջ պարունակում եւ մենք ցավոք առաջատարն ենք շատ հիվանդությունների։ Գիտեք, տարածաշրջանային առումով դժվարանում եմ ասել ինչ հիվանդություններ կան, որ բնորոշ են մեր տարածաշրջանին, բայց որ աճ կա, օրինակ նույն ուռուցքային հիվանդությունների աճ ունենք, վահանաձև գեղձի խնդիրների աճ ունենք, չնայած նրան, որ արևոտ երկրում ենք ապրում, բայց դա դեռ ցուցանիշ չէ, որ մենք ունենք, այո, եւ այո, շատ հաճախ դեպքերում երևի 10 հետազոտվողներից 7-8-ի մոտ կարող է լինել վահանաձև գեղձի խնդիր, դա արձանագրում ենք որպես փաստ, սիրտանոթային համակարգի խնդիրներն են, բայց ես չի ասի, որ բնորոշ է միայն մեր տարածաշրջանին, այս վերջին ժամանակահատվածներում, քանի որ կա լարվածություն, սոցիալական խնդիրներ, քաղաքական եւ այլ ստրեսային իրավիճակները, այո, այդ ամեն ինչը բերել է եւ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներին եւ սիրտանոթային համակարգի թվի աճին։ Ես կուզենամ, որ ազգաբնակչությունը ավելի շատ դիմի բժշկի, ոչ թե նրա համար, որ պետք է բուժվել, այլ կանխարգելել, դա շատ կարևոր է, կանխարգելիչ բժշկությունը պետք է առաջնային լինի մեր պրակտիկայում։
Թե բուժառուի համար լավ է, թե բժշկի։ Իհարկե, ու շատ լավ է, որ այս ծավալը կա, այս հնարավորությունը կա, որ վաղ փուլերում հայտնաբերենք։ Մենք ունենք առողջապահության նախարարության կողմից հաստատված ծրագրեր, սկրինինգային ծրագրեր, հա, հատկապես օրինակ հաստաղեքի սկրինինգային ծրագիր ունենք, որ կոլոնոսկոպիայի միջոցով բացահայտենք հաստաղու քաղցկեղը եւ շատ հաճախ դեպքերում այդպես է լինում է, որոշակի տարիքում չբացահայտված, քողարկված խնդիր է եւ այդ սկրինինգային հետազոտությունների արդյունքում բացահայտում ենք էլի ուռուցքային խնդիրներ, որ լավ է, որ վաղ փուլում է դա հայտնաբերվում եւ կարողանում ենք շուտ ձեռնավոր լինենք, ավելի ռադիկալ մեթոդներ կիրառենք։ Կրծքագեղձի ուռուցքների հետ կապված ունենք էլի պետական ծրագիր, որ կարող ենք կանխարգելիչ նպատակով անենք եւ ուլտրաձայնային հետազոտություն եւ մամոգրաֆիկ ծառայություն բացահայտել այս կամ այն խնդիրները ավելի վաղ փուլում շատ լավ է եւ շատ լավ է այո որ մարդիկ դիմում են ավելի կանխարգելման նպատակով տեսնեն ինչ խնդիր ունեն որպեսզի ավելի շուտ լուծում ստանան Շատ տարածված են նաև բժիշկների կողմից արտահայտությունը բոլոր հիվանդությունները նյարդերից են Եվ կարծես դրա մեջ եւ դրական եւ բացասական բան կա։ Դե նյարդերը թվում է թե մի քիչ կքնես, մի քիչ հանգստացնող կխմես, կանցնի, բայց եթե չի անցնում եւ բարձում է նյարդերից չէ, արդյոք նման մոտեցումը հետո ուշացած չի լինի։ Իհարկե, կա այդպիսի շատ են կիրառում այդ արտահայտությունը, բայց միշտ չէ որ պատճառը նյարդային համակարգն է, շատ ավելի խորը խնդիրներ կարող է լինել հորմոնալ շեղումներ կարող է լինել, անոթային խնդիրներ կարող է լինել, որը բերում են այս կամ այն բարդությունների, այնպես որ միշտ չէ որ նյարդային համակարգն է մեղավոր Եվ չմոռանանք ժառանգականության մասին։ Այո։ Այն անձինք, սա էլ կանխարգելիչ բժշկության մի մասը կարող է դառնալ։ Անձը, որը ունի ծանրաբեռնված ժառանգականություն, գիտի, որ իր նախնիները, իր օրինակ ծնողները ունեն այս կամ այն խնդիրը, նույն սիրտանոթային համակարգի հետ կապված, հատկապես ուռուցքային խնդիրներով պայմանավորված, իրենք ավելի հաճախ պետք է հետազոտեն։ Այո, ավելի շուտ պետք է հետազոտեն։ Որոշակի տարիք կա, որ իհարկե երիտասարդ ենք, ադապտացիոն մեխանիզմները շատ ավելին են, դիմադրում ենք բոլոր այդ նույն ստրեսներին եւ այլն, բայց եթե կա նաեւ այդ գործոնը ժառանգական, որը կարող է նպաստել ավելի շուտ զարգացման այս կամ այն խնդրին, նույն ստրեսային պայմաններում պետք է ավելի շուտ դիմել բժշկի, ավելի շուտ հետազոտվել, եթե կան խնդիրներ, շուտ բացահայտել եւ բուժել։ Եվ վերջում ժամանակակից տեխնոլոգիաների առնչվող հարց արդեն տեսնում ենք, որ ռոբոտները վիրահատություններ են անում, օգնականներ կան նույն թերապևտների, որ ժամանակացույցն են կազմում, դեղորայք են նշանակում։ Ձեր վերաբերմունքը կվստահեք, թե նման օգնականի, թե ամեն դեպքում մարդկային գործոնը առաջնային է։ Ես ճիշտ ասած, ինչքան էլ որ մեր ժամանակակից աշխարհը տանում է դրան, որ այդ արհեստական բանականությունն է հիմա տալիս շատ են դրանով։ Ես շատ առայժմ գոնե դեռ պետք է ուսումնասիրել ինչ է դա մեզ տալիս։ Ես կողմնակից եմ տրամաբանական վերլուծությանը, ես չեմ կարող վստահել Ես շրջապատում շատ եմ լսում, երբ որ շատ ենք բախվում։ ChatGPT-ն է ասել։ Շատ ենք բախվում, ցավոք, եւ կարող է բժշկի խոսքը այդքան լուրջ ընդունվի, ինչքան ChatGPT-ի կարծիքը։ Ես երբ որ այդպիսի արտահայտություն եմ անում, ասում գնացեք դուք ChatGPT-ին բուժի ձեզ։ Ես դրսի օրինակներ եմ բերում, երբ որ պացիենտները գալիս են դրսից էլ, հա, Եվրոպայից, Ամերիկայից, ես գիտեմ այնտեղի բժշկությունն էլ ինչպիսին է։ Եթե չկա տրամաբանություն, մի քիչ թերի է զնումը նաև մոտեցումը բժշկի նկատմամբ պետք է բժիշկը ինքը իզուր ենք սովորում այդքան չէ կարևորը վստահությունն է իհարկե եթե այդպես շարունակվի այդ դեպքում կրթությունը ինչի համար է ջանքեր գործադրելը կարդալը դրա համար ավելի լավ է ինքներս մեր վրա հույս դնենք եւ իհարկե ինքներս մեզ վստահենք շնորհակալություն հրավերն ընդունելու համար շատ կարևոր ուղղությունների ցուցումների եւ կարծես թե ամենակարևորը մենք հետևենք մեր առողջությանը ժամանակին դիմենք բժշկին եւ լսենք ցանկալի արտահայտությունը դուք առողջ եք այո առողջ եք
Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ հարգելի ունկնդիրներ, այսօր հյուրընկալել էինք Աչափնյակ բժշկական կենտրոնի թերապևտիկ ծառայության ղեկավար, թերապևտ, թոքաբան, տարվա թերապևտ, անվանակարգի ոսկե դափնի մրցանակակիր Աննա Հովհաննիսյանին։ Այսօրվա համար այսքանը, մինչ նոր հանդիպում։